Սիրելի ժողովուրդ, քույրեր եւ եղբայրներ, շնորհակալ եմ այս վերաբերմունքի, ջերմության, ընդունելության, վստահության համար։ Շատ զգացված եմ եւ այսօր որ մեր կոչով տասնյակ հազարավոր այսօր ժողովուրդ այստեղ է եւ 100 հազարավոր հեռուստացով են նայում, լսելու մեզ, թե մենք ինչ ենք ասելու, ինչ ենք անելու։ Ամենակարևորը ես ուզում եմ ասել, որ ես գիտեմ ձեր դառն ու ցավը, ձեր խնդիրը, պրոբլեմը եւ ամենակարևորը գիտեմ դրանց լուծման ձևը։ Ես ձեզնից մեկն եմ ոչ թե խոսքերով, այլ իրական կյանքով, որ ամեն օր շփվում եմ, տեսնում եմ, լսում եմ եւ միշտ ձեռքս պուլսի վրա է։ Երկրի վիճակը, տնտեսությունը, ժողովրդի կարգավիճակը, ապրելակերպը։ Ես խոսում եմ ի սրտե։ Դուք գիտեք, որ 2009 թվականից հետո, որ միջազգային համաշխարհային ճգնաժամը սկսեց, Ծառուկյանը ասում էր, որ անպայման հարկավոր է թեթևացում, օգնություն, միջամտում, բայց ասում էին որոշ մարդիկ լուրջ դեմքերով Ծառուկյանը չի տիրապետում, բայց այսօր արդյունքը եղավ այն, որ 2009 թվականից մինչև 2014 թվականը 15,000-ից ավել կառույցներ, հիմնարկներ, կրպակներ փակվել են, մարդիկ մնացել են անգործ, միլիոնավոր մարդիկ անաշխատանք են մնացել, որ այսօր անգործության թիվը հասել է 43%-ի, արտագաղթը, որ ամեն ինչ մենք տիրապետում ենք, մենք գիտենք, այո, ճգնաժամի ժամանակ պետք է մարդկանց աջակցեն, օգնեն, հնարավորություն տան, պայման ստեղծեն, որ մարդիկ կարողանան աշխատեն, ապրեն, չփակվեն։ Եվ մինչև այսօր փակվում են այդ կրպակները, այդ գործարանները։ Իսկ այսօր ժողովրդի վիճակը ծանրագույն է։ Այսօր հիմնական այսօր կանգնածները ես գիտեմ, որ ժողովրդի 90-95%-ը բանկի տոկոսների տակ է։ Ճիշտ է թե ոչ։ Այսօր հարցը ոչ թե խոսքով, այլ գործով պետք է լուծվի, պայման հնարավորություն պետք է լուծվի, որ մարդ այսօր երեխան մրսում է, գազը տունը ոչ թե գազ չմիացնի, որ փող չունի, թուղթ է վառում, կամ սպասում է, որ մյուս օր առավոտյան գնա, խանութից հաց գնի, որ մի օրվա հաստ լինի, էժան գնով վերցնի, մենք սա պետք է կարգավորենք, ամոթ է մեզ, մեր հիմնական ստեղծած այդ կարգավիճակին, որ կարողանա աշխատող ժողովուրդը, ստեղծող ժողովուրդը, աշխատի, ստեղծի իր ընտանիքը պահի, հիմնական իմ տեսակետում մոտեցումը սա է, իսկ այսօր ամենակարևորը Ծառուկյանին ոչ մի դժվարագույն խնդրով չեն կարող վախեցնել, Ծառուկյանը ամեն ինչ տեսել է, դժվարություն, նեղություն, անարդարություն, բայց երբեք չի կոտրվել, Ծառուկյանը մինչև իր գործ առաջ է տալել։ Ճիշտ արդեն մոտ 8-10 տարի անդադ ասում են, Ծառուկյանը չի անի, Ծառուկյանը չի գնա, Ծառուկյանը ինչին պետք է։ Այո, իրենք ճիշտ են ասում, Ծառուկյանը ինչն է պետք, գլուխը անցավ ցավի տակ դնելու, բայց պետք է մեկը լինի, ոչ թե իր մասին մտածի, ազգի, պետության, ժողովրդի, որտեղ միայն մի մարդը չի կարող լավ լինել, ազգովի պետք է լավ լինենք։ Եվ այսօր, ես նորից եմ ասում, չկա մի բան, որ Ծառուկյանը ասած լինի չանի, չկա այդպիսի բան, ոչ մեկը չի կարող ասել, ինչ որ խոսք եմ տվել, ժամանակից շուտ արել եմ։ Կան մարդիկ տարածում են, դեն միշտ ասում եմ 8 տարի տարածում են, Ծառուկյանը չի գնա, Ծառուկյանը չի, հեսա կասի, վաղը կասի, 10 օր հետո կասի, բայց Ծառուկյանը ինչ որ ասել է, մինչև վերջել պահեց իր խոսքը, հանուն հարգանքի, հանուն վստահության, հանուն ժողովրդի հավատքի, որ իմ հանդեպ պահում և պահպանում են։ Սիրելի ժողովուրդ, այսօր հաղթանակը մերն է, ձերն է։ Ես ուզում եմ ասել, որոշողը ժողովուրդն է։ Եթե այսօր տասնյակ հազարավոր մարդիկ այստեղ են, 100,000-ներ հեռուստացույց են նայում, իհարկե կա մասսա, որը այսօր մեր կողքին չի, բայց հույսով եմ, որ վաղը կլինի, որտեղ հարցը ոչ թե Ծառուկյանին է, ոչ թե Ռաֆի Հովհաննիսյանը, Լևոն Տեր-Պետրոսյանը, այսօր հարցը ժողովրդինն է, այսօր ժողովուրդը ծանրագույն վիճակում է, այսօր ամսավերջին մարդը մտածում է, պարտքը փակի, հարկը տա, տուշտուգանք տա եւ տանի բանկի տոկոսները փակի, որ սրա առաջ պետք է առնվի, մարդկանց հնարավորություն ու պայման ստեղծվի, բոլորն էլ ուզում են լավ ապրեն, բայց դրա համար մարդիկ պետք է միասնական լինեն, ուժը ժողովրդի մեջ է, միասնական լինելը հաջողությունը ձերն է, եթե մենք այսօր այստեղ հավաքվել ենք,
ինչ ասել ենք, միշտ մեր գործին տեր ենք եղել, այսօր ձեր կողքին ենք, հիմնական խնդիրները կարգավորելու, պայման հնարավորություն ստեղծելու, միավորելու, միասնական լինելու, համախմբելու եւ իրականացնելու, հաջողությունն ու հաղթանակը միայն դրա մեջ է, սիրելի ժողովուրդ։ Երբ որ դուք միասնական մի մարդու պես հանուն երկրի, հանուն ժողովրդի, ձեր ապագայի, ձեր երեխայի իրար կողք եղաք, ուրեմն անմիջապես ինչ քայլ կատարել են, դա անմիջապես լուծելի է։ Եթե տեսնում եք մի քանի օր փոքր ու միջին բիզնեսի գործարանները համախմբվելով ինչ հարց բարձրացնում են, հարցը լուծում է ունենում, հետաձգվում է, ամսի 10-ին համապատասխան դուք այստեղ եք, սահմանադրական փոփոխումները հետաձգվեց, իսկ ազգովի կանգնելը, ուրեմն բոլոր հարցերը, ժողովրդի թելադրանքը իրականություն է դառնալու։ Նոր եմ ասում, ուժը ժողովրդի մեջ է, ոչ մեկը չի համարձակվի ժողովրդին կպնել, ժողովրդին նեղացնել։ Մենք ոչ մի անօրինական բան չենք անում, մենք անում ենք այն, ինչ որ օրենքի սահմանում է, մարդու իրավունքների մեջ է։ Եվ մի բան էլ ուզում եմ ձեզ ասել, որ ամենակարևորը մենք պետք է միասնական լինենք։ Հիմնական երրակի ընդհանուր որոշման ինչ որ հարց բարձրացնենք, մենք այնպես պետք է գործենք, պետք է անհատական գործողություններ չլինեն։ Ամենակարևորը շտապելը հաջողության չի բերի, ճիշտ հասկացեք։ Մենք գործը սկսել ենք, պետք է ավարտենք, այն խնդիրները լուծենք, որի անհրաժեշտությունը այսօր կա։ Ես ուզում եմ ասել, որ ես ձեր կողքին եմ մինչև վերջ, մինչև մեր խնդիրների լուծումը։ Եվ այսօր ես ուզում եմ մի քանի դրույթներ կարդալ ձեր համար, այն հեռուստադիտողների համար, որոնք անհամբեր այսօր սպասում են, միլիոնավոր հայորդների համար, որոնք արտագաղթել են Հայաստանը, իրենց ընտանիքը, բալիկներին թողնելով գումար վաստակելու համար դրսում են, բայց նա օր ու ժամ սպասում են, երբ լինի պահը, որ նրանք անմիջապես հնարավորությունը պայման լինի, որ հետ վերադառնան իրենց հայրենիքը, իրենց ընտանիքը, իրենց բալիկների լես ծնողների մոտ եւ մեր ամբողջ սփյուռքահայության համար, որոնք ամենահայրենասեր մարդիկ, կարոտով, հույսով միշտ կողմնակից են Հայաստանի զորացումը ժողովրդի բարեկեցությանը։ Ես հիմա ուզում եմ ընթերցել այդ դրույթներից մի քանիսը։ Սիրելի հայրենակիցներ, ակնհայտ է, որ երկիրը գտնվում է ծառանկույն վիճակում։ Վերջին տարիներին Հայաստանի տնտեսությունը հասցվել է կաթվածահար վիճակի։ Որպես հետևանք մենք այսօր ունենք աղքատության ահռելի մակարդակ եւ արտագաղթի վտանգավոր ցուցանիշներ։ Օրեցօր խորացող քաղաքական մենաշնորհը ել ավելի է սրել երկու մարկա անվստահությունը եւ անհանդոռ շուկանությունը։ Ձախողումները համատարած են տնտեսության ներքին քաղաքականությունում, ակնհայտ են անհաջողությունները նաև արտաքին քաղաքականության ոլորտում։ Այսօր իշխանությունը չի առաջարկում երկրի զարգացման եւ առողջացման որևէ խելամիտ եւ հավատներ շնչող ծրագիր։ Դա նշանակում է, որ մարդկանց կյանքն ավելի է վատանալու։ Ու հենց այս պահին իշխանությունը առաջ է քաշում սահմանադրական փոփոխությունների իր գաղափարը, որպեսզի վերարտադրվի եւ շարունակի Հայաստանը կառավարել նույն մեթոդներով եւ նույն մարդկանցով։ Դուք համաձայն եք իշխանության այդ քայլերին։ Այս վճռական պահին ժողովրդի վերաբերմունքը պետք է հստակ արտահայտի։ Մենք երեք քաղաքական ուժերս գիտակցում ենք այն լրջակուն պատասխանատվությունը, որը ստանձնել ենք։ Ես որպես Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահ վստահեցնում եմ, որ ձեզ հետ միասին մենք իրացնելու ենք հանրային համաժողովրդական պահանջը։ Հայաստանը զարգացման եւ երերքի ուղու վրա դնելու համար անհրաժեշտ են նոր որակի իշխանություն եւ նոր քաղաքականություն։ Դուք համաձայն եք։ Սիրելի հայրենակիցներ, կյանքն այսօր պարզապես պարտադրում է գնալ արմատական փոփոխությունների։ Հայաստանում փոփոխությունները անխուսափելի են, դրանում չկա ոչ մի կասկած։ Մեր հստակ դիրքորոշումը հետևյալն է. մենք կողմ ենք խաղաղ անցում իշխանություններին։ Ես իմ ղեկավարած կուսակցությունը եւ իմ գործընկեր կուսակցությունները պատրաստ են ցանկացած սցենարի։ Մենք Մայդանի կոչ չենք անում, բայց ես արդեն ասել եմ, որ Մայդանի այլընտրանքը չպետք է լինի լճացումը, ժողովրդի թշվառությունը եւ ամեն գնով վերարտադրվելու իշխանության ծրագրերը։ Պատմական փոփոխությունների այս փուլում շատ կարևոր է մեծացնել համաժողովրդական համախմբման ծավալը։ Ոչ ոք Հայաստանում չպետք է մնա դիտորդի դերում։ Սա բոլորիս գործն է։ Լուրջ անելիք ունի նաև Սփյուռքը։
պետք է վերանայի Հայաստան-Սփյուռք հարաբերությունների ողջ համակարգը, Սփյուռքի քաղաքական եւ տնտեսական հսկական ներուժը պետք է վերջապես օգտագործվի մեր երկրում։ Ես դիմում եմ Սփյուռքի մեր համայնքների ղեկավարներին եւ հեղինակավոր գործիչներին, Հայաստան ունի ձեր կարիքը, միասին ստեղծենք իրական աշխատանքների մեխանիզմ, ես պատրաստ եմ այս հարցում դառնալ թե կազմակերպիչ, թե նախաձեռնող, հաջողության համար չափազանց կարևոր է նաև ներքին մթնոլորտը, ես այս հարթակին կանգնած, որպես երկրաչատար քաղաքական ուժի ղեկավար ուզում եմ հայտարարել, Վարգավաճ Հայաստանը երկրի ներսում չունի թշնամիներ, երկիրը պետք չէ ներքին թշնամիներ, երկրի պետք չէ ներքին թշնամիներ, եւ երկրորդ, անկախ բոլոր քաղաքական փոփոխություններից պետական համակարգը իրեն պետք է զգա պաշտպանված եւ աշխատի հանդարտ ու կայուն մթնոլորտում։ Մարդու քաղաքական դիրքորոշումները որևէ ազդեցություն չպետք է ունենան նրա աշխատանքի, սոցիալական պաշտպանվածության, ունեցվածքի եւ անձնարարության վրա։ Ես պատրաստ եմ դառնալ դրա երաշխավորը։ Սիրելի հայրենակիցներ, որը մեկի մոտ կասկած չպետք է լինի, որ հոկտեմբերի 10-ից մեկնարկած համաժողովրդական շարժման այս ալիքով մենք հասնելու ենք մեր նպատակների իրականացմանը։ Արձանագրենք, որ սահմանադրական փոփոխությունների խնդիրը հետաձգվեց ժողովրդի ճնշման շնորհիվ։ Դա նշանակում է, որ համաժողովրդական ճնշումը պետք է ավելի մեծացվի եւ որ առանց ժողովրդի համաձայնության ոչինչ մեր երկրում անել թույլ չենք տալու։ Եվ ես հիմա ուզում եմ հայտնել մի շատ կարևոր որոշման մասին։ Այսօրվանից սկսած մենք ողջ Հայաստանում սկսում ենք համաժողովրդական շարժման միասնական շտաբների ձևավորում։ Ցանկացած բանի ժողովրդին մոբիլիզացնելու համար դուք դառնալու եք մշտական գործող միավորներ բոլոր բնակավայրերում, համախմբելով ոչ իշխանական ուժերին, մեծ համախոհ արտախորհրդանական եւ բոլոր կուսակցություններին, հասարակական եւ քաղաքական շարժումների ողջ ժողովրդին ես կարևորում եմ յուրաքանչյուր քաղաքացու ակտիվ մասնակցությունը եւ դերակատարումը։ Մենք պարտավոր ենք այս նոր ձևավորվող հզոր շարժումը տալ կառուցվածքային եւ կազմակերպչական լուծումներ։ Սիրելի հայրենակիցներ, մենք շատ ժամանակ չունենք, անհրաժեշտ է այս խոր ճգնաժամային իրավիճակին դուրս գալու ետքեր։ Պետք է կոտրել երկրում քաղաքական մենաշնորհը, ճանապարհը հստակ է, ամենասև ժամկետում գնալ ընտրական օրենսդրքի փոփոխությունների, վերացնելով մեծամասնական ընտրակարգը, գնալ ընտրությունների, սա թույլ կտա երկիրը չտանել ցնցումների, խուսափել մայդաններից եւ համատեղ ջանքերով սկսել լուծել երկրի եւ ժողովրդի առաջ կանգնած լրջագույն խնդիրները։ Իսկ մինչ այդ հաշվի առնելով ժողովրդի օրասական վիճակը եւ գոյություն ունեցող լրջագույն խնդիրները, մենք վերահաստատում ենք մեր պահանջները ռացիոնալ քննարկումների դաշտում հստակ ժամանակացույցով լուծել այդ խնդիրները։ Սա է այս իրավիճակից դուրս գալու գրագետ օպտիմալ ճանապարհը։ Իսկ եթե իշխանությունը շարունակի անտեսել եւ մերժել համաժողովրդական շարժման արդարացի պահանջները, ապա մենք երեք քաղաքական ուժերով, մեծ համախոհ այլ քաղաքական ուժերով երավեր լայն համախմբված ժողովրդական շարժման փողոցում եւ հրապարակներում կանգնած 100,000-ներով կպարտադրենք իշխանափոխություն, նոր իշխանության ստեղծող եւ արտահերթ ընտրություններ։ Մեր գործը արդար է, Աստված պահպան մեր բոլորին։ Եվ այսօր ես ասում եմ, ոչ մի նստացույց չի լինելու, մինչև մենք երակով ընդհանուր պայմանավորության չգանք եւ եթե դրա կարիքը լինի, ուրեմն նստացույց մյուս հանրավակին այդ հարցը մենք կբարձրացնենք։ Շնորհակալություն, մինչև նոր հանդիպում։